Տեր օրհնի բոլորիդ։ Մեր գալիք 2026 թվականի եկեղեցու խորագիրն է «Զարթնի՛ր և հագի՛ր քո զորությունը»։ Հետաքրքիր է, մտածում էի աղոթքի մեջ ես խորագրի համար, պատգամի համար, ու երբ որ Աստծո շնորհքով գնացել էինք Մոսկվայի մեր եկեղեցուն այցելության, դեղ ծառայության համար, այդ իրգուն նորից աղոթում էի, հետո Տերը հատուկ ձևով խոսեց սրտիս հետ, մի համարի միջոցով, որը իրականում եկեղեցու աղաղակն էր, ու Տերը հատուկ դրեց այս պատգամը իմ սրտումը, զարթնի՛ր և հագի՛ր քո զորությունը։ Կարող ես իմ հետ ասել, զարթնի՛ր և հագի՛ր քո զորությունը։ Մենք ամեն մեկս իրականում վեր կենալու կարիք ունենք։ Երբ որ խոսում ենք զարթնելու մասին, ի նկատի չունենք այն, որ քնած ենք, ի նկատի չունենք այն, որ հոգևորապես անկումի մեջ ենք, ի նկատի ունենք այն, որ մենք ավելի մեծ բանի կարիք ունենք, ավելի մեծ զարթոնքի կարիք ունենք, ավելի ու ավելի առաջ խաղացման կարիք ունենք, ու այս պատգամը իրականում հատկապես մեր օրերի համար տեղին է, ինչու համար, որովհետև այսօր ամբողջ աշխարհում, Հայաստանում զարթոնքի կարիք կա։ Փառք Աստծո, եկեղեցիները լավ են, Աստծո շնորհքի մեջ են, Տիրոջ զորությունը ներկա է եկեղեցիների մեջ, բայց եկեղեցին այսօր ունի աղաղակ զարթոնքի համար։ Ու ես ուզում եմ սկսեմ Եսայի մարգարեության 51-րդ գլխին 3-րդ համարից։ Մենք տեսնում ենք մի աղաղակ, որը կարելի է ասել եկեղեցու աղաղակն է մեր օրերի մեջ։ Աղաղակը հետևյալն է. Եսայի մարգարեի շուրթերով կարծես եկեղեցին աղաղակում է Տիրոջը ասելով. «Զարթնի՛ր, զարթնի՛ր, զորություն հագիր, ով Տիրոջ բազուկ, զարթնի՛ր ինչպես նախկին օրերին, ինչպես հին սերունդների օրոք, միթե դու նա չես, որ Ռահաբին ճարտուփշուր արեցիր և խոցեցիր վիշապին»։ Կարծես սա եկեղեցու աղաղակն է, որ մենք աղաղակում ենք ասելով. Տեր, զարթնի՛ր և զորությունը հագիր։ Տեր, մենք հրաշքների կարիք ունենք, Տեր, մենք բժշկությունների կարիք ունենք, մեր ազգը զարթոնքի կարիք ունի, մեր ազգը արթնության կարիք ունի, ու սա կարծես եկեղեցու աղաղակն է, յուրաքանչյուր անկես քրիստոնյայի աղաղակն է. Տեր, շարժվիր մեր կյանքի մեջ, քո հոգու զորությունը թող առադանա մեր կյանքի մեջ, քո հոգու ներկայությունը թող գա ավելի մեր կյանքերի մեջ, ու սա իրականում մեր ամեն մեկի աղաղակն է։ Անկեղծ ասած, գրեթե ամեն օր ես նման աղաղակ եմ բարձրացնում Տիրոջ առաջ. Տեր, քո կարիքը ունենք, Տեր, մեր մեծագույն կարիքը քո ներկայությունն է, Տեր, մենք ուզում ենք այն արթնությունը, որը կա քո սրտում, Տեր, մենք նայում ենք քո խոսքին, որ դու ասում ես. «Վերջի անձրևների ժամանակ անձրևներ խնդրեցեք և մենք աղաղակում ենք»։ Ու կարծես մեր այսօրվա աղոթքն ու աղաղակը, եկեղեցու այսօրվա աղոթքն ու աղաղակը շաղախվում է Եսայի մարգարեի շուրթերով բարձրացած այն աղոթքին ու աղաղակին, որով կանչում ենք Տիրոջը ասելով. Տեր, զարթնի՛ր և զորությունը հագի։ Մենք գիտենք այն օրինակները, որ բերվում է, հիմնականում խորհրդանշում է Ռահաբին ու վիշապին, Եգիպտոսը, հզոր կայսրություններ, որին ժամանակին Աստված ուղղակի հարվածել է, հրաշք անելով իր ժողովրդի համար, նոր զարթոնք, նոր ժամանակներ բերելով իր ժողովրդի համար։ Ու հետաքրքիր ձևով մեր աղաղակը կարծես թե նույնն է. Տեր, մենք ուզում ենք արթնություն, այն արթնությունը, որը երբևէ տեղի է ունեցել պատմության մեջ, այն շարժը, որ երբևէ տեղի է ունեցել եկեղեցիների մեջ, ազգերի մեջ, ու մենք շարունակում ենք աղաղակել ասելով. Տեր, զարթնի՛ր և քո զորությունը թող հայտնվի մեր կյանքերի մեջ։ Ու այս աղաղակի մեջ, երբ որ ես սկսեցի առաջ շարժվել, Սուրբ Հոգին հետաքրքիր խոսքերի վրա տարավ, որ կարծես թե ինչ որ բան սկսեց իմ մեջ փոխվել։ Շատ անգամ մենք Տիրոջը ասում ենք. Տեր, թող հայտնվի քո զորությունը, բայց շարունակության խոսքի մեջ մենք տեսնում ենք աստվածային պատասխան, որ Աստված ինքը կարծես նույնն է ասում մեզ։ Արդեն Եսայի մարգարեության 52-րդ գլուխ առաջի երկու համարները, հենց առաջի համարը մեր տարվա խորագիրն է, ու մարգարեն մարգարյանալով, աղոթելով Տիրոջը, փառաբանելով Տիրոջը, Աստծուց օրհնություն խնդրելով հանդերձ, հանկարծ ինքը հասնում է մի տեղ, որում ինքը սկսում է մարգարյանալ,
Այսինքն Աստված սկսում է խոսել իր շուրթերով եւ այդ պատգամը հետեւյալն է. Զարթնիր, հակիր քո զորությունը, ով Սիոն, հակիր քո շքեղ հանդերձները, ով Երուսաղեմ սուրբ քաղաք, որովհետև այլևս քո մեջ չեն մտնելու անթլբադը ու անմակուրը, թափ տուր քեզ փոշուց, վեր կաց, նստիր ով գերի Երուսաղեմ, քանդիր քո պարանոցի կաբերը, ով Սիոնի գերի դուստր, մարգարեն աղոտելուց մարգարյանալու ժամանակ ուղղակի Տերը խոսում է իր եկեղեցու հետ ասելով. Դուք ինձ եք ասում վեր կաց, բայց ես եմ ձեզ ուղղում այդ խոսքը, վեր կացեք, զարթնեք եւ հակեք զորությունը, ով Սիոն, ով եկեղեցի, հակիր քո շքեղ հանդերձները։ Ես ուզում եմ այս կարևոր երկու կետի վրա շեշտ տնենք։ Այն ինչի համար մենք աղաղակում ենք Տիրոջը, այո, Տեր, մենք արթնություն ենք ուզում, մենք զորություն ենք ուզում, մենք քո հոգու լեցունությունն ենք ուզում մեր կյանքերի մեջ։ Գալիս է մի պահ, որ մենք լսում ենք Աստծո ձայնը, եւ այդ ձայնը հետեւյալն է. Ես միշտ շարժվում եմ, ես միշտ պատրաստ եմ օրհնելու, իմ հոգին հեղելու, ուղղակի կա կարիքը, որ դու զարթնես եւ զորություն հագնես։ Սիրելի եկեղեցի, մենք վեր կենալու կարիք ունենք, մենք շարժվելու կարիք ունենք, մենք կանգնելու կարիք ունենք Տիրոջ զորությունը հագնելու համար։ Շքեղ հանդերձները, որը Հիսուսը տվել է մեզ իր այրան միջոցով, այդ շքեղ հանդերձները մենք նորից ու նորից հագնելու կարիք ունենք։ Օծության պատմուջանը մեր վրա վերցնելու կարիք ունենք։ Սա է Աստծո պատգամը մեր յուրաքանչյուրին։ Երբ որ մենք խոսում ենք արթնության մասին, կարևոր է գիտակցել, առաջինը մենք ինքներս ենք արթնանալու։ Երբ որ մենք խոսում ենք լեցունության մասին, կարևոր է ուղղակի կանգնել Տիրոջ առաջ ու լցվել Տիրոջ հոգու զորությամբ։ Երբ որ մենք խոսում ենք հրաշքների ու բժշկությունների մասին, կարևոր է որպես մենք վճարենք այդ գինը հրաշքներ ու բժշկություն մեր կյանքի մեջ ունենալու համար, քանի որ Տիրոջ խոսքը ուղղակի մեզ հետևյալն է ասում. Ես զարթուն եմ, Եսայի մաշկարե, դու որ աղոտում ես, ես զարթուն եմ, եկեղեցի, որ դու կանչում ես, որպես ես շարունակեմ հրաշքներ անել, հին ժամանակների պես բերեմ բժշկությունն ու օրհնությունը, կա հզոր զարթունք այս ազգի մեջ, ես արթուն եմ եւ ես քեզ կոչ եմ անում, ուղղակի վեր կաց եւ զորությունը թակի, վեր կաց եւ զորությունը թակի։ Ու գիտեք շատ անգամ երբ որ մենք աղոտում ենք Տիրոջը, մի բան, որը արգելում է մեզ սիրելի եկեղեցի, ամենավտանգավոր բանը, որ մենք մտածում ենք ու մեր մտքերի մեջ շատ հաճախ կա հետևյալն է, բավարարված լինելը, դե ամեն ինչ նորմալ է, դե փառք Աստծո եկեղեցին լավ է, դե լավ է աղոտում ենք Տիրոջը, դե իր հետ ունենք իրական հաղորդակցություն։ Գիտեք, այն ամենը, որ ես եւ դու ունենք, հրաշալի է, շատ լավ է, բայց այդ ամենը բավարար չէ։ Ու մենք ունենք կարիք շարժվելու դեպի առաջ բավարարը ունենալու համար։ Ու երբ որ եկեղեցին կկանգնի իր զորությունը հագնելու համար, ու ես վստահ եմ մի բանի մեջ, Աստծո ժողովուրդ եկեղեցին կանգնելու է իր զորությունը, Քրիստոսի զորությունը եւ շքեղ հանդերձները հագնելու համար։ Եթե համաձայն ես աղաղակի Տիրոջը եւ ասա այո Տեր ես համաձայն եմ, այո Տեր ես կկանգնեմ։ Մի կարևոր բանալի, որի մասին նույնպես ուզում եմ խոսեմ, եկեղեցին ունի կարիք է օրհնյալ բանալին գործածելու։ Երեմիա մարգարեության մեջ մենք տեսնում ենք Տիրոջ խոսքը Երեմիայի 6-րդ գլուխ 16-17 համարների մեջ։ Այսպես է ասում Տերը. նորից Տերը իր խոսքը ուղղում է մեզ. կանգնեք ճանապարհներին ու նայեք եւ հարցրեք վաղեմի ճանապարհների մասին։ Աստված կարծես թե մեզ ուղղում է. կանգնեք ճանապարհներին եւ հարցրեք վաղեմի ճանապարհների մասին։ Այո, սիրելի եկեղեցի, մենք ունենք կարիք մեր հոգևոր ընթացքի մեջ մի պահ կանգնելու եւ հարցնելու վաղեմի ճանապարհների մասին։ Ու որոնք են այդ վաղեմի ճանապարհները, թե արդյոք որն է լավ ուղին։ Լավ ուղիով գնալու համար մենք այդ լավ ուղին փնտրելու կարիք ունենք։ Վաղեմի ճանապարհը առաքյալների անցած ճանապարհն է։
Վաղեմի ճանապարհը Աստծո հզոր ծառաների անցած ճանապարհն է։ Վաղեմի ճանապարհի մասին Սուրբ Գիրքը բազմաթիվ անգամ խոսում է մեր ամեն մեկի հետ։ Ու իրականում այս խոսքերի հայտնությունից հետո իրականում ես գալիս եմ Տիրոջ առաջ եւ ասում եմ. Տեր, ես ուզում եմ այդ վաղեմի ճանապարհները իմանալ։ Ես ուզում եմ այդ վաղեմի ճանապարհները իմանալ։ Մինչ առաջ կանցնեմ մի բան, որ ուզում եմ ասեմ, անտած սրտումս գալիս է։ Մենք եթե գիտեք, վստահ եմ ամեն մեկը գիտեք, ամեն առավոտ եկեղեցում աղոթք ունենք։ Ու հեշտական աղոթքի ժամանակ հետարքիր մի բանի, որ առաջնորդեց Սուրբ Հոգին, ես սկսեցի աղոթել Տիրոջը։ Տեր, այս նոր ժամանակների մեջ, եթե հիշում եք, մեր այս տարվա խորագիրը նոր ժամանակներն էր։ Այս նոր ժամանակների մեջ խնդրում եմ, ոչ թե մարդիկ թող փորձեն ընդունել նոր ժամանակների ձևը, այլ իրականում նորանան իրենք։ Ոչ թե մենք հարմարվենք նոր ժամանակներին, այլ մենք փոխվենք նոր ժամանակների մեջ, որովհետև ես հոգուս մեջ իրականում տեսա, երբ որ կա խորագիր ու մենք աղոթում ենք նոր ժամանակներ, շատ ու շատ քրիստոնյաներ մտածում են, այո, նոր ժամանակներ է, նոր սկզբունքներ կան, նոր ակնկալիքներ կան, նվիրումի նոր նշաձող է բարձրացել, փորձեմ հարմարվել այդ նոր ժամանակներին։ Գիտեք, անկեղծ Տիրոջ առաջ եմ ասում, ես չեմ ուզում հարմարվել նոր ժամանակներին, ես ուզում եմ համապատասխան ձևով փոխվեմ նոր ժամանակների համար։ Ես ուզում եմ համապատասխան ձևով ճանաչեմ վաղեմի ճանապարհները եւ ապրեմ այդ ճանապարհների մեջ։ Ոչ թե ինչ որ բան հարմարեցնեմ իմ կյանքի մեջ, ոչ թե ինչ որ բան իբր թե ցույց տամ, որ ես փոխվել եմ, որ ես նոր ժամանակների մեջ եմ, ոչ թե ես փնտրում եմ հին ճանապարհները, այլ իրականում մեր կյանքը, սիրելի եկեղեցի, համապատասխան դառնա առաջի տարի քրիստոնյաների կյանքին։ Քանիստ եք համաձայն։ Արեք ծափարենք Տիրոջը, եթե համաձայն եք։ Այո, Տեր, մենք համաձայն ենք։ Այո, Տեր, մենք համաձայն ենք։ Ու Տիրոջ խոսքը շարունակում է ասել, թե արդյոք որն է լավ ուղին, նրանով ընթացեք, եւ դուք ձեր հոգիների համար հանգստություն կգտնեք։ Երբ է գալիս հանգստությունը, երբ որ մենք գնում ենք Աստծո կատարյալ կամքի մեջ։ Սիրելի եկեղեցի, մի բան, որը շատ կարևոր է։ Կան մարդիկ, կան քրիստոնյաներ, իրանք համաձայնվել եւ համակերպվել են Աստծո ընտանրական կամքի մեջ ապրելուն։ Որն է Աստծո ընտանրական կամքը։ Դե ես փրկված եմ, Աստծո տան մեջ եմ, դե Աստծուն էլ ծառայում եմ այն չափով, ինչ չափով կարող եմ։ Բայց Աստծո կատարյալ կամքը հետեւյալն է։ Ինչ կանչվածություն ունես դու Աստծուց։ Ինչ կոչում ունես դու Աստծուց, ինչ է ուզում Աստված այս պահի մեջ դու կատարես իր առաջ, որն է Աստծո կանչվածությունը քո կյանքի մեջ, որի մեջ դու կանգնելու ես, ոչ թե ուղղակի ծառայում ենք Աստծուն, այլ Տեր, ինչ ես ուզում որ անեմ, Տեր, ինչ ես ուզում որ անեմ։ Մենք տեսնում ենք Աստծո շատ հզոր ծառաներ, ովքեր իրականում կարողացան պատմություն կերտել եւ հետք թողնել, թե քրիստոնեական կյանքի մեջ, թե հին ուխտի ժամանակահատվածում, իրանք մտան Աստծո կատարյալ կամքի մեջ, որպես ծառայողներ, որպես մարդիկ, ովքեր նվիրալ են Քրիստոսի եկեղեցու։ Ուզում եմ ամեն մեկի հետևյալը ասեմ. Աստծո կամքը ամեն մեկի համար իր կատարյալ կամքի մեջ լինելն է։ Ոչ թե ընտանրական կամքի մեջ, այլ իր կատարյալ կամքի մեջ լինելն է։ Եթե համաձայն ես, ասա ամեն։ Այո, Տեր, ես համաձայն եմ։ Ու շարունակության խոսքը ասում է. բայց նրանք ասացին, նրանում չեմ ընտանա։ Ես ձեզ վրա թեթ նշանակեցի, ուշադիր եղեք փողից այնին, բայց նրանք ասացին, ուշադիր չենք լինի։ Հետարքիր մի պատասխան, որ Իսրայել ժողովուրդը տվեց Աստծուն։ Ես չեմ ուզենա մեզանից որևէ մեկը այս պատասխանը բերի Տիրոջ առաջ, ոչ չեմ հնազանդվի, չեմ գա։ Գիտեք, շատ անգամ ինչն է մեզ խանգարում։ Ծուլությունը, անտարբերությունը, շատ անգամ մեզ խանգարում է մեր մարդկային միտքը, բավարարվածությունը, դե ես ամենը բավարար է, դե ես այսօր աղոթել եմ փառք Տիրոջը, այսօր ես կարդացել եմ Սուրբ Գիրքը, դե այս ծառայությունները ես անում եմ։ Կներեք, ու բավարարված եմ սրա մեջ, բայց հավատացեք Աստծո կամքը ավելին է։ Քանիստ եք հավատում, որ Տերը մեզ իշխանություն է տվել հիվանդների վրա աղոթելու եւ բժշկելու իրանց։
Սա Աստծո տված զորավոր իշխանությունն է։ Ու մենք ամեն մեկս Աստծո շնորհքով կանգնելու ենք այս իշխանության մեջ։ Բայց գիտեք, այս իշխանության մեջ կանգնելու համար մենք ամեն մեկս ունենք կարիք ունենալու լսելու ագանջ Տիրոջ ձայնին։ Մենք ամեն մեկս ունենք կարիք կանգնելու մի հատ աստվածային դիրքի մեջ եւ ասելու. այո, Տեր, այն պատկամը, որ ես լսում եմ, հենց իմ համար է։ Այն փողերը, որ հնչվում է, հենց ինձ համար է։ Այն թեդերը, որ զգուշացնում են, այդ ամեն զգուշացումը իմ համար է, ու ես ունեմ որոշում ուղղակի կանգնելու, ուղղակի գնալու այդ ճանապարհով։ Ուզում եմ միասին նայենք վաղեմի ճանապարհներից ամենակարևոր, որպես հոգեգալստականներ, մեր ամենասիրելի ճանապարհներից մեկին, որը գրված է Գործք առաքելոց 2-րդ գլխի մեջ։ Իհարկե այս գլխի այս խոսքերի մասին մեկնաբանություն չեմ տա, բայց իրական վաղեմի ճանապարհը եկեղեցու համար սկսվեց հենց այս գլխից։ Սկսվեց հենց Պենտեկոստեի օրվանից, որ կարծես Տերը մի նոր բան արեց։ Գիտեք, իրականության մեջ, երբ որ մենք աղոթում ենք ու իմ սրտի փափագն է, որ մենք ունենանք Պենտեկոստեի օրերի պես օրեր։ Մենք ունենանք առաջի տարի եկեղեցու պես օրեր, որի մասին իրականում շատ ու շատ Աստծո ծառաներ վկայում են։ Ուզում եմ նայենք միասին Գործք առաքելոց 2-րդ գլուխ 1-ից 4 համարները։ Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։ Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց եւ լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված հրեղեն լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։ Սա ամենակարևոր վաղեմի ճանապարհներից է։ Մենք այսօր լցված ենք Աստծո Հոգով։ Մենք այսօր ունենք լեզուների պարգևը։ Մենք այսօր ունենք այն կնիկը, այն հոգու կնիկը, որ Աստված դրել է մեր ամեն մեկի կյանքի մեջ, ու մենք ամեն մեկս ունենք կարիք նայելու այս վաղեմի ճանապարհին։ Նայելու ենք գործերին, այն ընթացքին, որի մեջ աշակերտները, առաքյալները Տիրոջ Հոգով լցվելուց հետո սկսեցին ընտանալ եւ ապրել։ Գիտեք, շատ ու շատ անգամ ամենամեծ խնդիրը այն է, որ քրիստոնյան ինքը իրան համեմատում է մեկ ուրիշ քրիստոնյայի հետ։ Եկեղեցին ինքը իրան համեմատում է մեկ ուրիշ եկեղեցու հետ եւ քննադատական է տալիս։ Դե մեր մոտ լավ է, դե ուրիշ տեղեր գիտեք ինչեր կան։ Դե չէ, մեր մոտ Աստծո ներկայությունը կա, ուրիշ տեղեր չորություն կա։ Նախ առաջինը խնդրանքս է, նման քննադատականներից հեռու մնացեք։ Ուզում եմ ամեն մեկիս համար նշաձող դարձած Աստծո կողմից հետևյալ խոսքեր ասեմ։ Մեր ամեն մեկի համեմատվելու նշաձողը լինելու է Պենտեկոստեի ժամանակվա եկեղեցին։ Առաջի տարի ժամանակահատվածի եկեղեցին։ Մենք չունենք ուրիշների հետ համեմատվելու կարիք։ Մենք չունենք քննադատական տալու ով ումից է լավ, ով ումից է առաջ։ Շատ անգամ իրականում ես կանգնելով Տիրոջ առաջ, ես չունեմ կարիք որևէ մեկ ուրիշ Աստծո ծառայի հետ համեմատվելու։ Ես ինձ համեմատում եմ Գործք առաքելոցի եկեղեցու հետ եւ ասում եմ այո Տեր, ես այդ եմ ուզում։ Այո Տեր, ես այդ զորությունն եմ ուզում։ Ես այդ զորավոր ընթացքն եմ ուզում։ Ոչ թե ուզում եմ այն, ինչը մարդիկ մտածում են, որ ճիշտ է, այլ ուզում եմ այն, ինչը քո հոգին Պենտեկոստեի օրը բերեց քո եկեղեցու մեջ։ Ու եկեղեցին ինքը շարունակեց ընտանիք Աստծո հզոր զորությունով։ Ուզում եմ մի խոսք արտամ Աստծո ծառաներից մեկի ասած, որ վստահ եմ շատերը ճանաչում եք այս Աստծո ծառային, Չարլզ Պարամ, ով Պենտեկոստեի հայրն էր, ում միջոցով 1900 թվականին նորից ու նորից Սուրբ Հոգու լեցունությունը, Սուրբ Հոգու պարգևների դրսևորումը, լեզուների աղոթքը բացահայտվավ եւ ամբողջ աշխարհով մեկ տարածվավ։ Ինքը հետեւյալ խոսքն է ասում. Մինչ Քրիստոսի երկրորդ գալուստը եկեղեցին կունենա նույն զորությունը, ինչ ունեին վաղ եկեղեցու առաքյալները։ Սա մի նոր նշաձող է։ Մի Աստծո ծառայով վերաբրել է Պենտեկոստեի զորությունը։ Դարեր շարունակ հետո, հազարամյակներ հետո, ով կանգնել է նորից ընդունելու Պենտեկոստեի զորությունը,
ում ծառայության մեջ դրսևորումներ են տեղի ունեցել այնպես ինչպես տեղի է ունեցել Քորսկ առաքելոցի մեջ, հազարավոր մարդիկ ապաշխարել են, դարձի են եկել, հարյուրավոր եւ հազարավոր մարդիկ հրաշքներ ու բժշկություններ են տեսել, այդ Աստծո ծառան, ով իրականում մի հատ կարելի ասել նվիրումի մի հատ նշաձող է սահմանե, ինքը հետևյալն է ասում. մինչ Քրիստոսի երկրորդ գալուստը եկեղեցին ապրելու է առաքյալների ժամանակահատվածի պես զորավոր ընթացք։ Սիրելի եկեղեցի, սիրելի Աստծո ժողովուրդ, ուզում եմ քեզ կոչ անեմ, սա է մեր նշաձողը։ Մենք շարժվելու ենք այս ուղղությամբ, մենք բոլորս հավատում ենք, որ Քրիստոսի գալուստը մոտ է, բայց կարևոր է մի բան, այո մոտ է, գուցե հենց հիմա տեղի ունենա հափշտակությունը, բայց մեր համար լինելու է մի կարևոր նշաձող, մենք կանգնելու ենք եւ ասելու ենք այո Տեր, մենք երկրի վրա ուզում ենք ապրել առաքյալների ժամանակահատվածում եղած զորությունը, քանիստ եք իրականում ուզում։ Գիտեք շատ կարևոր է սա, որպես մենք շարժվենք այս ուղղությամբ, մի խնդրանք, որը ունեմ ամեն մեկիդ, երբեք մի բավարարվեք, երբեք մի բավարարվեք, անգամ Աստծո զորավոր ներկայությունը, որ հայտնվում է ձեր կյանքի մեջ, երբեք մի բավարարվեք, որովհետև Աստված ավելին է, Աստված երբեք ու երբեք իր հոգին չափով չի տալիս, եւ այս խոսքը իրականում քաջալերում է ինձ ավելի առաջ շարժվելու համար, մեկ ուրիշ խոսք, որ ուզում եմ կարդամ ձեր համար, եթե մենք ուզում ենք Պետրոսի պես խոսել, պետք է ունենանք նույն հոգին, որ Պետրոսը ունեցավ Պենտեկոստեի ժամանակ։ Այս խոսքը Սպերջենն է ասում։ Մենք ուզում ենք Պետրոսի պես խոսենք եւ հազարավորները ապաշխարեն։ Քանիստ եք ուզում։ Իրականում սա շատ կարևոր է։ Մենք որպես ծառաներ, որպես հովիվներ, ուզում ենք Տեր մեր պատկամից թող հազարավորները ապաշխարեն։ Այս Աստծո ծառան, ով նորից արթնության մարդ է եղել, պատմություն է կերտել, Տիրոջ հոգին զորավոր ձևով իրան գործածել է, ինքը ասում է մենք ունենալու ենք նույն հոգին։ Նույն հոգին մեր մեջ է, բայց մենք ունենք կարիք նույն հոգու լեցունություն ունենալու։ Սիրելի եկեղեցի, մենք գնալու ենք այդ լեցունության մեջ։ Մենք վեր ենք կենալու, մենք զարթնելու ենք, մենք կանգնելու ենք եւ հագնելու ենք Տիրոջ զորությունը եւ այն հրաշալի օծության պատմուճանը Աստծո շնորհքով առաջ շարժվելու համար։ Մեկ ուրիշ խոսք, որ ուզում եմ կարդամ, նորից Աստծո ծառաներից մեկն է ասել, Պենտեկոստեն միայն պատմական իրադարձություն չէ, այլ օրինակ, թե ինչպես հոգին լցնում է հավատացյալներին այսօր։ Լցվելը գալիս է հնազանդության աղոթքի սպասումի միջոցով։ Այս խոսքերի հեղինակը Ռուբեն Թորին է։ Հրաշալի մի Աստծո ծառա, Սուրբ Հոգով լեցվելը գալիս է սպասումի ու աղոթքի միջոցով։ Երբ մենք բավարարված ենք ու մտածում ենք, թե իբր թե մենք ամեն ինչ ունենք, մենք երբեք ու երբեք սպասումի մեջ չենք։ Ամեն անգամ ես մեջբերում եմ այս օրինակ, ես խոսում եմ այս օրինակի մասին, որ ես հավատում եմ կգա մի պաշտամունքի ժամանակ, որ մեր սպասումը, մեր փափագը, մեր հոգևոր փնտրտունքը այնքան խորը կլինի, Աստծո հզոր ներկայությունը այնքան զորավոր կլինի, որ մենք կդադարենք մտածելու ժամը վերջանալու մասին, այլ մենք ուղղակի կշարժվենք իր ներկայության մեջ։ Այո, մեր ընտանիքի անդամները կանհանգստանան։ Առաջինը ուզում եմ ասեմ, իսկ ինչու համար իրանք նույնպես քո հետ եկեղեցում չեն։ Երկրորդը ուզում եմ քաջալերեմ քեզ, այդ օր իրանք կգան եկեղեցի քեզ փնտրելու համար, ու իրանք նույնպես կհայտնվեն այդ զորության մեջ։ Ինչու համար, որովհետև մենք սպասում ենք, որովհետև մենք կանգնում ենք Տիրոջ առաջ այդ գինը վճարելու համար։ Գիտեք, գին վճարելու համար մի կարևոր բան ասեմ։ Իրականում գինը վճարված է մեր փրկության, մեր առաջընթացի գինը վճարված չէ, որովհետև մենք տեսնում ենք առաքյալները իրանք գին էին վճարում առաջընթաց ունենալու համար։ Մյուս Աստծո ծառաները իրանք գին էին վճարում Տիրոջ հոգու լեցունություն ունենալու համար։ Անկամ լեցունության համար մենք ունենք կարիք աղոթելու, որովհետև առանց աղոթելու մենք չենք կարող Սուրբ Հոգով լցվել։ Անկամ եթե մենք շադրություն դարձնենք Պենտեկոստեի օրվա լեցունությանը, մենք տեսնում ենք առաքյալները 10 օր շարունակ իրանք սպասումի ու աղոթքի մեջ էին։ Իրանք սպասումի ու աղոթքի մեջ էին։ Գիտեք, իրականում շատ հաճախ մտածում եմ, Երանի մենք էլ կարողանանք 10 օր շարունակ ուղղակի առանձնանալ, մենակ Տիրոջը սպասել ու աղոթել։
մենակ սպասել ու աղոթել։ Ու մի կարևոր օրինակ բերեմ, որը մենք հաճախ փորձարկում ենք ծառաներով, հովիվներով, ու անգամ ունեցել ենք հրաշալի ժամանակ, գնացել ենք ճամբար մի քանի հոգով աղոթքի համար 1, 2, 3 օր ու շարունակ աղոթքի մեջ ենք մնացել։ Գիտեք, ուզում եմ ասեմ հետևյալը, այն օրը, որը մենք ամբողջովին աղոթքի մեջ ենք, մի ժամ աղոթում ենք, մի ժամ ընդմիջում է, վերջի աղոթքները լրիվ ուրիշ մագարտակ է։ Արդեն 6-րդ ժամի աղոթքը, 7-րդ ժամի աղոթքը լրիվ մի հատ ուրիշ մագարտակ է։ Գիտեք, շատ անգամ մենք մտածում ենք, ինչու համար կան երկար աղոթենք։ Շատ անգամ, երբ որ ես հիշում եմ, ես ասում եմ, Տեր, ես ուզում եմ էլ այդ ժամերով աղոթքը այդ հոգու մագարտակի մեջ մտնելու համար, այդ հոգևոր հայտնությունների համար, այդ հոգևոր լուսավորման ու տեսողության համար, որովհետև ինչու համար այդ ամենը չի գալիս հենց առաջի ժամից։ Առաջի ժամն էլ հրաշալի անցնում է, բայց այդ ամենը գալիս է, երբ որ մենք շարունակում ենք աղոթել ու փնտրել, շարունակում ենք աղոթել ու փնտրել։ Ու անգամ հետաքրքիր է Պենտեկոստեի օրը առաքյալները իրանք շարունակում էին աղոթել ու փնտրել։ 10 օր շարունակ իրանք աղոթում սպասում էին խոստումին, աղոթում ու սպասում էին խոստումին։ Անգամ մի բան ասեմ քին վճարելու համար, որը շատ անգամ մենք չենք մտածում, ամեն ինչի համար, ինչ երկրի վրա տեղի է ունենում, կա պատրաստության ժամանակաշրջան։ Ու Աստված բարձրացնում է հատուկ մարդկանց այդ պատրաստության ժամանակահատվածի մեջ կանգնելու, բարեխոսելու և քին վճարելու համար։ Անգամ մի բան ասեմ, վստահ եմ, շատերը տեղյակ եք, բայց շատերը գուցե զարմանաք, անգամ այն ժամանակ, երբ որ Աստված ուղարկելու էր Հիսուսին երկիր ծառայության համար, մարմնի մեջ մտնելու համար, անգամ իրա գալու ու իր ընթացքի համար աղոթողներ կային։ Գուցե հարցնես և ասես ովքեր էին այդ աղոթողները։ Մենք տեսնում ենք երկու հզոր Աստծո ծառայի, ով մեկը տաճարի մեջ ծոմով ու աղոթքով ծառայում էր Տիրոջը, մյուսը Սիմոն ծերունին, ով օրհնեց Հիսուսին։ Ինչ էին անում իրանք։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ Սուրբ Հոգին խոսեց իմ հետ բացելով, որ իրանք աղոթքի միջոցով ճանապարհ էին պատրաստում Հիսուսի երկրային ծառայության համար։ Այո, իրանք քին էին վճարում, իրանք կանգնած էին, իրանք բարեխոսում էին։ Ու երբ որ շատ անգամ մենք մտածում ենք, թե ամեն ինչի քինը վճարված է, ու մենք բավարարվում ենք այդ կետի վրա, այդ միտքը մեզ կանգնեցնում է առաջընթաց ունենալու համար։ Այդ պատճառով քաջալերեմ ամեն մեկիդ, կանգնեք Տիրոջ առաջ աղոթքի մեջ քին վճարելու։ Գիտեք, ամենամեծ քինը, որ մենք կվճարենք, դա աղոթքի մեջ է, դա աղոթքի կյանքի մեջ է, աղոթելու ժամանակ է, որ մենք կունենանք թե հոգևոր պայքար, թե հոգևոր պատերազմի մեջ հաղթանակ, մենք կունենանք առաջընթաց, մենք կունենանք հայտնություններ, ավելի մեր միտքը կլուսավորվի առաջընթացի համար, ավելի Տիրոջ երեսը փնտրելու համար, ու այդ ամեն ինչով է, որ մենք վեր կկենանք և կհագնենք զորությունը ապագայի արթնության և օրհնության համար։ Մի բան, որին իրականում մենք հովիվներով ու ծառայողական թիմով հավատում ենք, Աստված ծրագիր ունի իր եկեղեցու համար, Աստված ծրագիր ունի իր եկեղեցու համար, ու մենք ամեն մեկս որպես այդ ծրագրի մի մաս կանգնելու ենք այդ ծրագրի մեջ մեր ներդրումը, մեր նվիրումը Տիրոջ առաջ ունենալու համար։ Մեկ ուրիշ խոսք, որ ուզում եմ կարդամ ձեր համար, եկեղեցու բոլոր խնդիրների լուծումը Սուրբ Հոգով լցվելն է, այն նույն ձևով, ինչպես աշակերտները լցվեցին։ Շատ անգամ այո կան խնդիրներ ու դժվարություններ, բայց այդ խնդիրների լուծումը Տիրոջ Հոգով լցվելու մեջ է։ Այդ խնդիրները իր լուծումը կունենա, երբ որ մենք լցվում ենք Տիրոջ Հոգով, ու մենք վստահ եմ ամեն մեկս որպես ծառայողներ հաճախակի վերաբերել ենք հետևյալ փորձառությունը, դժվարություններ ենք ունեցել, խնդիրներ ենք ունեցել, տարբեր տեսակի ճնշումներ ենք ունեցել, մինչև այն պահը, երբ որ կանգնել ենք աղոթքի։ Աղոթքից առաջ ուղղակի Աստծուց ողորմություն ենք խնդրել։ Աղոթքից հետո ուղղակի հայտարարել ենք, որ ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Քանիսիդ հետ է երբևէ տեղի ունեցել։ Գիտեք, սա շատ հրաշալի է։ Ինչը փոխվեց մեր կյանքի մեջ, աղոթքի մեջ ունեցած լեցունությունը, աղոթքի մեջ ունեցած Աստծո ներկայությունը, Աստծո փառքը, ու իրականում Աստծո ներկայությունը կարող է փոխել մեր կյանքը
ու խնդիրների լուծումը գալիս են այն ժամանակ, երբ որ մենք վերապրում ենք այդ ներկայությունը։ Ուզում եմ մի համարել կարդամ ձեր համար։ Երեմիա մարգարեության 29-րդ գլուխ 11-ից 14 համարները։ Աստված մարգարեի միջոցով հետևյալն է ասում. որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորում եմ ձեր մասին, ասում է Տերը, բարօրության խորհուրդներ եւ ոչ թե չարիքի, որբեսի ձեզ ապագան եւ հույսը տամ։ Գիտեք, հրաշալի խոսքեր են։ Աստված ինքը գիտի այն խորհուրդները, որ մտածում է ամեն մեկի մասին։ Ու այդ խորհուրդները չար չեն։ Այդ խորհուրդները ապագայի խորհուրդներ են։ Այդ խորհուրդները օրհնյալ խորհուրդներ են, որ ինքը ունենում է։ Այդ խորհուրդները հույսի խորհուրդներ են։ Ու գիտեք, շատ անգամ ես մտածում եմ, Աստված ինքը մտածում է այս ազգը հենց իր եկեղեցու միջոցով շարժելու մասին։ Քանիստ եք համաձայն։ Աստված մտածում է իմ եւ քո միջոցով այս ազգի մեջ փոփոխություն բերելու մասին, այս ազգի մեջ զարթոնք բերելու մասին, բայց մենք ամեն մեկս ունենալու ենք որոշում ուղղակի համարձակությամբ կանգնելու համար, ուղղակի Տիրոջը ասելու, այո, Տեր, ես համաձայն եմ։ Գիտեք, իրականության մեջ այսօր էլ Աստված ունի այն մարդկանց կարիքը, ովքեր Տիրոջը կասեն, ահա ես Տեր, ուղարկիր ինձ։ Ինչպես Եսայի մարգարեն էր ասում. ահա ես Տեր, ուղարկիր ինձ, այո Տեր, ես համաձայն եմ, այո Տեր, ես պատրաստ եմ, այո Տեր, ես կգնամ։ Ու հաճախակի իմ պատգամների մեջ ասում եմ, շատ անգամ աղոթքի մեջ, աղոթքի ընթացքի մեջ ես նորից ու նորից զգում եմ, որ Աստված ուզում է նորից ու նորից ես վերահաստատեմ ասելով, այո Տեր, ես համաձայն եմ, այո Տեր, ես համաձայն եմ կանգնելու։ Ինչու համար է Աստված ուզում, որովհետև իրականում սա պատասխանատվություն է։ Ու Աստված մեր ամեն մեկին կանչում է պատասխանատվության մեջ կանգնելու համար։ Աստված մեր ամեն մեկին կանչում է կանգնելու այն դիրքի մեջ, որի ժամանակ ինքը իր հոգին ուղղակի զորավոր ձևով կհեղի։ Ու սիրելի եկեղեցի, եթե դու մեկն ես, ով վստահում է, հենց տեղ է Աստծո ամենակարողությանը վստահելու կարևորությունը։ Եթե դու մեկն ես, ով վստահում է Աստծո ամենակարողությանը ու պատրաստ է նորից ու նորից նվիրումով կանգնելու իր առաջ, մենք ունենք կարիք շարունակաբար աղաղակելու, այո Տեր, ես համաձայն եմ, ուղարկիր ինձ, այո Տեր, ես համաձայն եմ, ավելի լցրու ինձ։ Ու 12-րդ համարը հետևյալն է ասում. դուք կկանչեք ինձ եւ կկաք ու կաղոթեք ինձ եւ ես կլսեմ ձեզ։ Այն խորհուրդները, որ Աստված մտածում է մեր մասին, այն լավ օրհնյալ խորհուրդները, որ Աստված ունի, արթնության ծրագիրն ու նպատակը, որ Աստված ունի, որպես այդ ամենը իրականություն դառնա մեր կյանքի մեջ, Մարգարեն Մարգարյանում է, դուք կկանչեք ինձ եւ կկաք ու կաղոթեք ինձ։ Կկաք ու կաղոթեք ինձ, կփնտրեք իմ երեսս, կկանչեք իմ անունս, դուք կաղոթեք եւ ես կլսեմ ձեզ։ Գիտեք, ուրիշ բան է, Աստված ինքը ունի կամք, Աստված ինքը ունի նպատակ մեր ամեն մեկի համար, բայց ուրիշ բան է Աստծո ունեցած կամքը, ուրիշ բան է մեր այդ կամքի մեջ մտնելը։ Սրանք իրականում տարբեր բաներ են։ Աստված ունի ծրագիր մեր համար, բայց մենք ենք որոշողը կմտնենք այդ ծրագրի մեջ, թե չէ։ Մենք ենք որոշող այդ ծրագրի մեջ, մենք ունենանք մաս ու բաժին, թե չէ։ Ու այս որոշումը իրականում շատ կարևոր է, որպես մենք կանգնենք իր հզոր ներկայության մեջ եւ ուղղակի ասենք, այո Տեր, ես համաձայն եմ եւ ես կգնամ այդ ծրագրի մեջ։ Ես համաձայն եմ եւ ես կկանգնեմ քո կամքի մեջ։ Գիտեք, հետաքրքիր է, եթե անգամ մենք վերցնենք այս պարզունակ օրինակով, յուրաքանչյուր ծնող իր երեխայի համար ծրագիր ու նպատակ ունի, բայց իրականության մեջ վերջում երեխան է որոշողը, կմտնի այդ ծրագրի ու նպատակի մեջ, թե չէ։ Քանիս հետ կարող եք հաստատել սա։ Մտածել ես երեխեդ լավ բժիշկ դառնա, մեծացել է, ասել է կներես, բայց ես չեմ ուզում բժիշկ դառնամ։ Ոչինչ չես կարող անել։ Աստված ունի ծրագիր իր եկեղեցու համար։ Գիտեք, շատ անգամ, երբ որ ես մտածում եմ, որն է Աստծո ծրագիրը, իրապես իր եկեղեցու միջոցով, որպես իր մարմնի անդամ, որպես իր ներկայացուցիչը երկրի վրա շարժվելն է այս երկրի վրա։ Սա է Աստծո մեծագույն ծրագիրը։ Ու մենք ամեն մեկս կանչված ենք այդ ծրագրի մեջ մաս ու բաժին կազմելու հենց մեր աղոթքով իրան մոտենալու միջոցով։
13-րդ համարը հետևյալն է ասում. դուք կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք։ Գիտեք, կան համարներ, որոնք հասկանալու համար ես շատ հաճախ աղոթում եմ, Տեր, ես ուզում եմ ավելի խորապես հասկանամ։ Աստծո խոսքը ասում է, դուք կգտնեք ինձ, երբ կփնտրեք ձեր ամբողջ սրտով, ոչ թե մասնագի, ոչ թե ուղղակի կաղոթես։ Մենք սրա մեջ տեսնում ենք աղոթքը բավարար չէ։ Սիրելի եկեղեցի, աղոթքի մեջ մենք փափագելու ենք Տիրոջը։ Աղոթքի մեջ մենք փնտրելու ենք նրա երեսը։ Աղոթքի մեջ մենք անկեղծ նվիրումով նորից ու նորից նվիրվելու ենք իրեն։ Շատ անգամ գուցե մենք մտածում ենք, դե ես արդեն տարիներ առաջ նվիրվել եմ Տիրոջը, այո, տարիներ առաջ մենք նվիրվել ենք Տիրոջը, բայց այս աշխարհի ունայնությունը, տարբեր իրավիճակները, փոթորիկները անընդհատ պայքարում են մեզ մեր ունեցած նվիրումից հետ քաշելու համար։ Ու գիտեք ամենացավալին ո՞րն է։ Շատ անգամ այդ պայքարի մեջ մեզ հետ են քաշում մեր նվիրումից։ Ու այդ պատճառով ինչու համար շատերը հաճախակի հիշում են իրանց առաջի սերը։ Այն ժամանակ լավ էր, առաջի սիրո ժամանակ, կար նվիրում, կար մեկ ուրիշ մագարտակ, ամեն ինչ ուրիշ ձևի էր։ Գիտեք, հավատացեք, այսօր էլ ամեն բան կարող է ուրիշ ձևի լինել։ Ուղղակի քո որոշումն ու քո ընտրությունն է։ Եթե այսօր էլ ամբողջ սրտով փնտրես Տիրոջը, եթե այսօր էլ անկեղծությամբ փնտրես նրա երեսը, Աստված այսօր էլ պատրաստ է զորավոր ձևով շարժվելու իմ եւ քո կյանքի մեջ։ 14-րդ համարի մեջ Մարգարեն հետևյալն է ասում. Եվ ես կգտնվեմ ձեր համար, ասում է Տերը, Աստված կհայտնվի մեզ։ Աստված կգտնվի մեր համար։ Քանիստ եք երբևէ իրականում գտել իրան ձեր հոգու մեջ եւ ասել, հայ շնորհակալ եմ, որ դու կաս։ Շնորհակալ եմ, որ ես քեզ ունեմ։ Շնորհակալ եմ, որ ամեն անգամ քեզ մոտենալով նորովի բացահայտում եմ քեզ։ Շնորհակալ եմ, որ դու իմ Աստվածն ես։ Ու գիտեք, այո, մենք շարունակաբար Տիրոջը գտնելու, շարունակաբար իրեն փնտրելու եւ գտնելու կարիք ունենք։ Ու երբ որ մենք գնում ենք այս ճանապարհով, նա ուղղակի հայտնվում է մեզ։ Նա ուղղակի հայտնվում է մեզ։ Գիտեք, մի բան, որ ուզում եմ ասեմ, քանի որ հատկապես այս վերջի ժամանակների մեջ շատ եմ կարդում արթնության պատմություններ, մի բան, որը միշտ տեսնում եմ, այն ծառաներ են, Աստծո ծառաները, ովքեր կանգնել են զորավոր արթնությունների մեջ, իրանք բավականին երկար ժամանակ են անցել։ Երկար ժամանակ են անցկացրել աղոթքի մեջ, Տիրոջ երեսը փնտրելու մեջ, ավելի Տիրոջը մոտենալու մեջ։ Իրանք չեն հոգնել, իրանք շարունակաբար գնացել են այդ ճանապարհը ու հանկարծ հասունացել է մի բան իրանց կյանքի մեջ, որ Տերը իրապես հայտնվել է իրանց։ Տերը իրապես հայտնվել է իրանց։ Ու իրանց կյանքը փոխվել է, իրանց ապագան փոխվել է։ Ինչու համար, որովհետև իրանք հակել են այն զորությունը եւ այն հանդերձը, Աստծո փառքը իրանց կյանքի մեջ կրելու համար։ Ու այս ամենը տեղի է ունենում, երբ որ մենք անկեղծորեն փնտրում ենք իրան, ու Աստծո խոսքը ասում է. «Եվ ես կգտնվեմ ձեր համար»։ Տերը կգտնվի մեր համար։ Գիտեք, մենք ամեն մեկս ունենք Տիրոջը։ Չեմ ուզում այս խոսքերը լսելով մտածես, գուցե ես չունեմ Տիրոջը։ Ոչ, մենք բոլորս ունենք Տիրոջը, բայց մենք ավելի ու ավելի նրան ունենալու կարիք ունենք։ Մենք ունենք Տիրոջը այն չափով, ինչ չափով մոտեցել ենք նրան։ Մենք ճանաչում ենք նրան այն չափով, ինչ չափով մենք մոտենում ենք նրան։ Մենք ունենք հոգու լեցունություն այն չափով, ինչ չափով մեր աղոթքի կյանքը կա իր առաջ, բայց Աստված իր հոգին չափով չի տալիս։ Մենք ամեն մեկս ունենք հնարավորություն ավելի գնալու, ավելի վերցնելու, ավելի նրան ունենալու մեր կյանքի մեջ։ Ուզում եմ կարդամ շարունակությունը։ Երբ մենք գտնում ենք Տիրոջը, Տերը ասում է. «Կվերադարձնեմ ձեզ գերությունից և կհավաքեմ ձեզ բոլոր ազգերից ու բոլոր տեղերից, ուր որ աքսորել եմ ձեզ», ասում է Տերը։ Ես ուզում եմ այս խոսքը մենք հետևյալ կերպ հասկանանք, որքան գերության մեջ մարդիկ կան այս երկրի վրա։ Մեր ազգի մեջ որքան գերության մեջ մարդիկ կան։ Հենց մեր հարազատներից որքան գերության մեջ մարդիկ կան։ Համաձայն եք, որ շատ են։ Տերը երբ որ հայտնվի, իրանք գերությունից կվերադառնան։
իրան կերությունից կվերադառնան, երբ որ Տերը հայտնվի։ Երբ որ մենք Տիրոջը ավելի ունենանք մեր կյանքի մեջ, իրականում իրան կերությունից կվերադառնան։ Ու Աստծո խոսքը ասում է, ես կվերադարձնեմ իրանց կերությունից, հենց այն ժամանակ, երբ որ ինքը ավելի կհայտնվի մեր կյանքերի մեջ։ Ու մենք ամեն մեկս ունենք կարիք, գիտեք, շատ անգամ ես հետևյալն եմ ասում, եթե մենք իմանանք, որ ինչ որ բան գործողություն անելով մեկին նույնպես կփրկենք դժոխքից, մենք գուցե գնանք եւ այդ գործը անենք, բայց մարդկանց դժոխքից փրկելու ճանապարհը Տիրոջը ավելի մոտենալու մեջ է։ Մենք որքան մոտենում ենք Տիրոջը, այնքան մարդիկ գալիս են դեպի փրկություն։ Մենք որքան մտնում ենք իր փառքի մեջ, այնքան Տիրոջ փառքը հայտնվում է երկրի վրա մեր կյանքերը նորոգելու եւ փոխելու համար։ Այնքան Տիրոջ զորավոր փառքը հայտնվում է այս իրականության մեջ մեր ազգին ապաշխարություն բերելու համար։ Գիտեք, վստահ եմ մի բանի մեջ, որպես Աստծո ծառաներ, մենք բոլորս աղոթք ունենք մեր երկրի համար։ Իրականում աղոթում ենք, Տեր օրհնիր այս ազգը, Տեր փոխիր այս ազգը, Տեր արթնություն բեր այս ազգի մեջ։ Բայց գիտեք մի բան, որը կարևոր է, շատ անգամ մենք աղոթքի միջոցով ունենք կարիք գնալու եւ բերելու այդ արթնությունը, որը կփոխի այս ազգը։ Ոչ թե ուղղակի մենակ աղոթելու, այլ վերաբերելու են զորավոր կրակը, որը կփոխի այս ազգը, որը շատ ու շատ անգամ մենք տարբեր օրինակների մեջ տեսնում ենք, ազգը փոխվում է աղոթող մարդկանց աղաղակի պատճառով։ Սա է վերածնունդ բերողը, երբ որ մենք կանգնում ենք Տիրոջ երեսը փնտրելու, կանգնում ենք իրան մեր կյանքերի մեջ կանչելու համար։ Ու սա սիրելի եկեղեցի, մեր ամեն մեկի կոչումն ու կանչն է, որի մեջ մենք կանգնելու ենք։ Ուզում եմ նորից ու նորից հիշեցնեմ մեր տարվա խորագիրը. վեր կաց, արթնացիր եւ հակիր քո զորությունը եւ հակիր քո շքեղ հանդերձները։ Աստված իր եկեղեցու համար ամեն մեկիդ համար շքեղ հանդերձներ ունի։ Ու մի համար, որ այս վերջի ժամանակներում շատ է խոսում սրդումս, ուզում եմ որոշակի սրան էլ անդրադառնամ, գիտեք մի բան, որ Աստծո խոսքի մեջ մենք տեսնում ենք։ Մենք շատ անգամ մտածում ենք, իհարկե ես վստահ եմ, որպես Աստծո ծառաներ եմ ասում ձեզ, Աստծո խոսքը Մաղաքիայի մարգարեության մեջ ասում է, որ կդառնան ու կտեսնեն իս ծառայություն անողի եւ չանողի տարբերությունը։ Վստահ եմ բոլորդ կարդացել եք այս խոսքը։ Գիտեք, այս խոսքը իրական է։ Այո, մարդիկ դառնալու եւ տեսնելու են իրանց ծառայություն անողի եւ չանողի տարբերությունը։ Ու մի խոսք, որը Հովանու Ավետարանի 12-րդ գլխի 26-րդ համարի մեջ գրավեց իմ ուշադրությունը, ուզում եմ այս խոսքը կարդամ ձեր համար։ Եթե մեկը ծառայում է ինձ։ Գիտեք, Հիսուսը ասում է եթե, լագեն մեկը ով ծառայում է ինձ, ոչ թե որ բոլորը ծառայում են ինձ։ Եթե մեկը ծառայում է ինձ, թող գա իմ հետևից։ Նրան ծառայել նշանակում է մեր ոտքերը դնել նրա ոտնահետքերի վրա, գնալ նրա հետևից։ Նրան ծառայել նշանակում է գնալ նրա կամքը կատարելու համար։ Շատ անգամ մի բացահայտում, որ վստահ են, որպես ծառայողներ շատերը դարել եք, տեսել եք, շատ անգամ մարդիկ մտածում են, երբ որ իրանք գալիս են եկեղեցի ծառայում են Աստծուն։ Եկեղեցի գալիս եք ինքներդ ձեր համար, ձեր փրկության համար, ձեր օրհնության համար, Տիրոջ խոսքը լսելու համար։ Եկեղեցի գալը դեռ չի նշանակում Աստծուն ծառայել։ Այո, եկեղեցի գալով դուք պատրաստվում եք ծառայության համար։ Աստծո խոսքը ասում է, Հիսուսը ասում է, եթե մեկը ծառայում է ինձ, թող իմ հետևիցս գալ։ Այսինքն որտեղ որ ինքը գնա, ես պատրաստ եմ, ես կգնամ, ես կանցնեմ այդ ճանապարհը։ Այո, Հիսուս, ես կքայլեմ քո հետևից, ես կկանգնեմ քո հետևից ընտանալու համար։ Այո, Տեր, եթե այսօր դու այստեղ ես, ես համաձայն եմ այդտեղ լինելու։ Եթե դու ինձ ուղարկում ես այս գործի մեջ, ես համաձայն եմ գնալու, ես մեկի համար աղոթելու, մեկին ավետարան քարոզելու, ինչ որ ծառայություն անելու համար։ Ու շարունակությունը ասում է, եւ որտեղ ես եմ, իմ ծառան էլ այնտեղ կլինի։ Որքան հրաշալի է, երբ որ մենք գնում ենք նրա հետևից, որտեղ նա է, իսկ որտեղ է նա։ Գիտենք երկնքում է, հավիտենության մեջ եթե վերցնենք, բայց որտեղ նա է, այնտեղ զարթուն կա, որտեղ նա է, այնտեղ հրաշք կա։ Շատ անգամ մեր խնդիրը հետևյալն է, անգամ ես պատկամ եմ տվել դրա վերաբերյալ, մենք բավարարվում ենք նրա ընտանրական ներկայությունը ունենալով։ Բայց ուզում եմ հարցնեմ, անգամ ես օրինակն եմ բերում, գուցե շատերը լսել եք այս պատկամը,
Աստծո ներկայությունը կրագի եւ ամբեսյան միջոցով գտնվում էր իր ժողովրդի մեջ։ Ու Աստված այդ ներկայությունով ապահովում էր իր ժողովրդին։ Բայց այդ ներկայությունը բավարար չեղավ ու Աստված կանչեց իր ժողովրդին Սինա լեռան մոտ, որտեղ իր փառքի հայտնությունը կբերեր։ Իմ մոտ իրականում հարց է առաջանում։ Աստծո ներկայությունը բանակի մեջ էր, բայց Աստված կանչեց իր ժողովրդին ավելի իրան մոտ լինելու համար ու Մովսեսին հրահանգեց բարձրանալ լեռը ավելի իր փառքի մեջ մտնելու համար։ Չէ որ ներկայությունը արդեն իսկ կար։ Շատ անգամ սիրելի եկեղեցի, մենք բավարարվում ենք հետևյալ խոսքով, որ Հիսուսը ասում է. «Ահա ես ամեն օր ձեր հետ եմ մինչև աշխարհի վերջը»։ Այո, Հիսուսը մեր հետ է, ու սա իրականում շատ հրաշալի է։ Բայց մենք ամեն մեկս իր ներկայության մեջ ունենք կարիք հետևելու իրեն։ Իր ներկայության մեջ ունենք կարիք բարձրանալու աղոթքի լեռը, մտնելու Աստծո փառքի մեջ, ոչ թե բավարարվելու, որ ինքը մեր հետ է, այլ մոտենալու ավելի իրան ճանաչելու համար։ Քանի որ այս օրինակների նպատակը հետևյալն է. այո, ես քո հետ եմ, բայց ես ուզում եմ քեզ ունենալ իմ մեջ, ունենալ ավելի ինձ մոտ։ Ու մենք տեսնում ենք Մովսեսը բարձրացավ։ Մի կարևոր բան, որ ուզում եմ ասեմ, երբ որ մենք խոսում ենք աղոթքի մասին, շատ աղոթքի մասին, ավելի Տիրոջը մոտենալու մասին, մի կարևոր բան կա, որը մենք տեսնելու ենք։ Մենք չենք կարող ավելին գնալ առանց իր փառքի ներկայության մեջ մտնելու։ Առանց իր ներկայության մեջ մտնելու մենք չենք կարողանա ավելի մոտենալ իրեն։ Երբ որ մենք աղոթում ենք, աղոթքը մեզ պատրաստում է ավելի նրան մոտենալու համար։ Երբ որ մենք աղոթում ենք, Տերը ավելի մեզ պատրաստում է այն զորավոր շքեղ հանդերձները հագցնելու համար։ Երբ որ մենք աղոթում ենք, Տերը մեզ պատրաստում է, մեր ներաշխարհը պատրաստում է մեծ ու զորավոր արթնության համար։ Իսկ պատրաստության կարիք, սիրելի եկեղեցի, այո, մենք ունենք, որովհետև Տիրոջ հոգու ներկայության մեջ նորոգությունն է ճանապարհը, որ մենք կկարողանանք ընտանալ զորավոր կյանքով։ Մենք կկարողանանք աղոթել հիվանդների համար ու Տերը կբժշկի իրանց։ Սա այն ճանապարհը, որի համար Տերը մեզ կանչում է։ Սիրելի եկեղեցի, ուզում եմ նորից հիշեցնեմ, մենք կանչված ենք ապրելու առաքելական դարաշրջանի պես դարաշրջանում։ Քանիստ եք հավատում սրան։ Մենք կանչված ենք հենց սրա համար։ Ու շարունակության խոսքը ասում է. իմ ծառան ևս այնտեղ կլինի, եթե մեկը ինձ ծառայի, հայրը կպատվի նրան։ Գիտեք, այս խոսքերը իրականում խոսում եմ սրդի հետ։ Եթե մեկը ինձ ծառայի, սա չի խոսում են ծառայության մասին, որը ես անում եմ, սա խոսում է ծառայության մասին, որը նա ուզում է, որ ես անեմ։ Սրանք տարբեր բաներ են։ Այն ծառայության մասին, որ նա է ուզում, որ ես անեմ, որովհետև մենք շատ անգամ գիտենք ինչպես ծառայենք, ինչ անենք, որն է Աստծո կամքը, մենք փորձում ենք այդ ամենը իրագործել, որը հրաշալի է, բայց Աստված ունի կամք եւ Աստված մեր ամեն մեկին կանչել է իր կողմից մեր համար նախատեսված կյանքը ապրելու համար։ Ոչ թե այն կյանքը, որ ես եմ ուզում, այլ այն կյանքը, որ նա է ուզում։ Ու շատ անգամ աղոթքի միջոցով մենք բացահայտում ենք Աստծո կատարյալ կամքը։ Ինչու համար, որովհետև եթե մեկը ծառայում է Հիսուսին, հայրը կպատվի նրան։ Ու գիտեք, այս պատիվը շատ զորավոր է։ Այս պատիվը շատ զորավոր է։ Ես անկեղծ մի բան ասեմ, այս վերջերս անգամ մեր թիմի հետ խոսում եմ, ասում եմ, իմ ամբողջ կյանքը դրված է, կարծես թե այնպիսի մետեղ, որ բոլորը գիտեն, ինչ ծևի եմ աղոթում, ինչ նվիրում կա այդ աղոթքի մեջ, ընտանիքիս մեջ ինչ կատարվավ, ազատ ենք, բաց ենք, խնդիր չունենք, բայց գիտեք, մի կարևոր բան եմ ուզում ասեմ։ Շատ անգամ, երբ որ ես աղոթել եմ, շատ շուտվանից է սա դրվել իմ առաջ։ Ընդամենը ուզում եմ, փափագս է, որ Աստված ինքը արժանի դարձնի, երբ որ կանգնեմ Տիրոջ առաջ, ինքը ասի արի բարի ու հավատարիմ ծառա։ Գիտեք, սա ամենամեծ պատիվն է, սա ամենամեծ պատիվն է յուրաքանչյուր Աստծո ծառայի համար։ Գիտեք, մենք կարող ենք հեշտությամբ ասենք, դե Տերը կասի, Աստված ողորմած է, Աստված շնորհքի Աստված է, այո, Աստված շնորհքի Աստված է եւ մեզ չի թողնի եւ կփրկի, բայց հավատացեք ամեն մեկին չէ, որ այդ բառերը կասի։ Ամեն մեկին չէ, որ այդ բառերը կասի։ Ամբողջ Աստվածաշնչի մեջ մենք ընդամենը 1-2 հոգու ենք տեսնում, որ Տերը հաջեցավ իրանց ու իրանց ծառայությունը, շատերինը ընդունեց, Աստված մեզ կանչում է
հենց այս կյանքը ապրելու համար։ Հայրը կպատվի նրան։ Քանիստ եք ուզում Աստված պատվի ձեզ։ Տեր, ես ուզում եմ, Տեր իմ աղոթքս ու աղաղակս է, որպես իրականում քո շնորհքը, քո օրհնությունը բերի մեր ամեն մեկի կյանքի մեջ են պատիվը, որով հայրը կպատվի մեզ որպես իր ծառաներ։ Սիրելի եկեղեցի, մենք կանգնելու ենք աղոթքի համար։ Մենք կանգնելու ենք աղոթքի համար իրականում մի հատ հզոր որոշումով զարթնելու եւ կանգնելու իր ներկայության առաջ։ Զարթնելու եւ հագնելու այն շքեղ պատմուճանը, որի համար Տերը մեզ կանչել է, եւ ես հավատում եմ իրականում Տերը այդ պատմուճանը կհագցնի իր եկեղեցուն։ Մի հայտնություն, որը նույնպես ուզում եմ ասեմ, երբ որ մենք առանձնացված էինք աղոթքի մոտ 5 հոգով, Հովիվ Վաճեն նույնպես մեր հետ էր, Հովիվ Արամը, Սարգսյան Աշտուրը, Գալստյան Աշտուրը, կարծեմ ես 5 ենք, մարդու չեմ մոռացել։ Մենք հետաքրքիր աղոթքի մեջ գնացինք, ու արդեն 6-րդ, 7-րդ ժամի աղոթքի մեջ հետաքրքիր մի բան տեղի ունեցավ։ Դեռ ես հայտնությունը չունեի, բայց Սուրբ Հոգին մի հատ պատմուճան տվեց ինձ, մի հատ շքեղ հանդերձ տվեց։ Ինքը արտակինից շատ շքեղ չէր, ու իր կոչը հետևյալն էր. տարածիր այս հանդերձը իմ ժողովրդիս վրա։ Այս պատկամը տալու ժամանակ հենց նոր եմ հիշել այդ հայտնությունը։ Մենք իրականում ունենք կարիք մտնելու այն հանդերձի տակ, որի մեջ Աստված կանչում է, որպես մենք ունենանք։ Մենք հանդերձի մասին կարող ենք շատ խոսել ու շատ պատկամներ տալ։ Այո, զորությունը, Աստծո զորությունը շքեղ հանդերձ է, որը ես հագնելու կարիք ունեմ։ Դու հագնելու կարիք ունես։ Ու Տերը մեզ ամեն մեկից կանչել է այդ շքեղ հանդերձը հագնելու համար։ Ու որքան նվիրումով կկանգնենք իր առաջ, որքան սրտի անկեղծությունով կկանգնենք իր առաջ, այնքան Տերը ավելի զորավոր ձևով այդ գեղեցիկ հանդերձը ուղղակի կհագցնի մեզ։ Սիրելի Հիսուս, շնորհակալ ենք քեզ։ Խնդրում եմ սիրելի եկեղեցի ոտքի կանգնեք աղոթքի համար։ Մենք շնորհակալ ենք քեզ, մենք շնորհակալ ենք քեզ։ Մենք շնորհակալ ենք քեզ հավիտենական Թագավոր։ Եվ մենք հավատում ենք սիրելի Հիսուս։ Մենք հավատում ենք այն արթնության ծրագրին, որ դու ունես քո եկեղեցու համար։ Մենք հավատում ենք այն փառքի հպմանը, որ դու ունես քո եկեղեցու համար։ Այո, Տեր, մենք շնորհակալ ենք, որ շատ ու շատ հաճախ քո մտքերը, քո երազանքները դու դնում ես մեր սրտերի մեջ, դու հայտնություն ես բերում մեր կյանքերի մեջ, որպեսզի մենք տեսնենք որն է քո կամքը, եւ այսօր քո եկեղեցին կակնած է, եւ որոշումով է կակնած քո առաջ, եւ մենք ունենք որոշում սիրելի Հայր վեր կենալու, կակնելու, զարթնելու եւ հագնելու քո զորությունը։ Այո, սիրելի Սուրբ Հոգի, խնդրում եմ քո եկեղեցուն պատրաստիր քո զորությունը հագնելու համար։ Քո եկեղեցուն պատրաստի շքեղ հանդերձներ հագնելու համար, փառքի հանդերձները հագնելու համար։ Այո, սիրելի Հիսուս, մենք քեզ ասում ենք այո եւ ամեն, մենք համաձայն ենք կակնելու զորություն հագնելու համար։ Շնորհակալ ենք քեզ հավիտենական Արքա, շնորհակալ ենք քեզ կյանքի եւ զորության օքի, զորությունով շարժվիր մեր մեջ։ Այո, Տեր, մենք հենց հիմա ենք ուզում, մենք հիմա ենք ուզում, որպեսզի քո զորության ներկայությունը ուղղակի ծածկի մեզ, որպեսզի քո զորության ներկայությունը ուղղակի տարածվի մեր կյանքերի մեջ։ Այո, Տեր, մենք հիմա ենք ուզում, մենք ուզում ենք քո հոգու հպումը, քո հոգու շարժը, սիրելի եկեղեցի, բարձրացրեք ձեր լեզուների աղոթքը, բերեք նրա գայի առաջ ձեր նվիրումը, ասելով այո, Տեր, ես համաձայն եմ, այո, Տեր, ես համաձայն եմ, այո, Տեր, ես համաձայն եմ, այո, Տեր, ես համաձայն եմ կակնելու համար, այո, Տեր, Աստծո ժողովուրդ եկեղեցին համաձայն են կակնելու եւ զորություն հագնելու համար, կակնելու եւ այդ պատմուճանը հագնելու համար։ Այո, սիրելի Հիսուս, մեր համաձայնությունը քո առաջ է, ավելի շարժվիր մեր մեջ, ավելի գործիր մեր մեջ, ավելի լցրու մեր կյանքերը, ավելի օծիր քո եկեղեցին, ավելի օծիր քո եկեղեցին, այո, Տեր Հիսուսի անունով։